Պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոյի երրորդ եթերաշրջանի առաջին հաղորդումն է եթերում, սա մեզ համար ցնծալու պարզապես առիթ է, սա մեզ համար ուրախանալու, բարելու, թրջկոտելու առիթ է, որտեղ մենք այնքան էինք կարոտել միմյանց, ուրախ եմ, որ եւս մեկ անգամ առիթ ունեմ այս կներեք էլի, որ ձեզ դեռ չեմ ներկայացել, կներեք, որ ոնց որ առիթ էլ չեմ տալիս, որ Ռոբերտը ձեզ ներկայացնի, պարզապես ոնց որ սրտիս եկել է, ուզում եմ ասել, էլի, եթե թույլ կտաք, ես այսօր առավոտ մի փոքր երգ եմ գրել, կուզեմ ներկայացնել, ասեց, կտրում եմ, առավոտ արթնացա ու զգացի, որ ինչ-որ երգ է գալիս, ակապելլա, չէ, գիտարն եմ բերել, այսպես ճիշտ ասած, որ 80-րդն է, Գարիկ, Հոբելյանականի պատրաստվել է։ Երկրորդն է հիշում, բայց բառերը գրել եմ, չեմ սովորել, ինձ ճիշտ հասկացեք, իսկ կարդալով ես ուզում ես։ Սիրով, եկեք մենք ոգևորենք։ Ոգևորենք Գարիկին։ Անցած սեզոնին դու ջախջախվեցիր, դու Ռոբերտ Կապուտաչյա, այս սեզոն պիտի ճղվես, որ գոնե ձգես նիչյա, կարոտել էի քեզ եղբայր, իմ հարազատ, իմ երկրորդ մայր, Չամ եղբայր եմ համմայր, արի գզենք իրար էլի, երեկոյում կասկածելի։ լավ, բրավո, էսին դուր, բարձր ծապար ենք բերոնյա, հեղինակ, դու այսօրվանից հեղինակ կատարող ես ինձ համար։ Ինչ հեգնանք կատարող։ Հեղինական հեղինակ կատարել։ Հեղինար կատարող, էլի։ Չէ, լավն էր, Այ, գեղեցիկ էր։ շնորհակալ եմ։ Ծանոթացնեմ հյուրերին։ Ծանոթացրու։ Բարձր ծափարություններով եկեք իմ հյուրին, առաջին հյուրին ներկայացնեմ, կամերային թատրոնի դերասան, գեղարվեստական ֆիլմերի նաև դերասան, սենց խաժին ու կապույտին խփող աչքերի հեղինակ Ավետ Զոհրաբյան, բարձր ծափարությունները։ Շնորհակալ եմ շատ։ Լավ էր ներկայացեցի։ Շատ լավ էր։ Շատ։ Ավելի լավ քան։ Ես համոզված եմ, որ դու կհասնես բարձունքների։ Շատ շնորհակալ եմ, ես կաշխատեմ արդարացնեմ բոլոր Այո, հույսերը։ ես քո Instagram-ի Բոլոր չէ, այդ մի հույսը։ Այդ մյուսը։ Okay, քո Instagram-ի հետևորդները ես տեսել եմ, այդքան էլ շատ չեն։ Հուսանք այսօրվա եթերից հետո մի 6 հոգի գավելա։ Ամեն 5 հոգին է կպակասի։ 2, 3, 4, 5, 6։ Հենց այս դիմացի շարքը։ Մյուս հյուրին ներկայացնենք։ Մեր այն ֆորմատն է, որ կաստինգի միջոցով իդեպ 700-ից ավելի մարդ է մասնակցել կաստինգին եւ ամբողջ եթերաշրջանի ընթացքում 24 հաջողակներին է հաջողվելու մասնակցեն մեր հաղորդմանը։ Եվ նրանցից մեկը Էլենն է։ Էլենը եղել է Հայաստանի պատանեկան բասկետբոլի հավաքականի աղջիկներից, մի հատ սպորտսմենու է այս աղջիկը։ Եվ նա ունի հիմա բասկետբոլից դուրս է եկել, իսկ եթե սպորտը թողում են մարդիկ միանգամից ինչ են աշխատում, ինչ են բացում կողքից, Մարզիչ են։ ոչ, հյուրընկալ աղջիկների գործակալություն է բացել։ Հյուրընկալ, որ գնում են տարբեր, չէ, տարբեր մեքենայի միջոցառումների, մեքենայի չէ, ցուցադրումների ես նկատի ունեմ։ Տարբեր միջոցառումների հյուրընկալ աղջիկների մեծ corporation բանակ, մեծ բանակ ունի, ծափարենք Էլեն Շահինյանին։ Բարի գալուստ, կասկածելի երեկո, ես էլ իմ հյուրերն ուզեմ ներկայացնել, տաղանդավոր դերասան հաղորդավար, մարդ, ում ոնց որ ֆիզիկական տվյալների վրա Ռոբը առավոտվանից շատ լրջորեն կենտրոնացած է, չի կարողանում առանց մեկ վայրկյան, առանց կոմպլիմենտի անցնել մեր Արմանի խուճուճ մազերի, աչքերի եւ համաչափ թրաշի կողքով։ Ուզում եմ, որպեսզի Ռոբի ճաշակը գնահատեք եւ բարձր ծափարեք մեր դերասան հաղորդավար Արման Խաչատրյանին։ Եվ այս աղջնակը, ով Կապուտաչյա ֆոնդից շատ մեծ հատկացում է նաև մեր թիմին, այնպես չէ, որ մենակ ձեր մոտ են թափանցիկ աչքերով մարդիկ, Ռոբերտ ջան, խորեոգրաֆ, մարդ, այո, ով էլի շատ
գեղեցիկ աղջիկների հետ է աշխատում, ով վաղը միսօր ձեզ կոնկուրենտ են լինելու։ Բարձր ծափարեք Ջուլի Փափախչյան։ Ջուլին կաստինգով է եկել մեզ մոտ, էլի նույն 700 դիմորդներից մեկը Ջուլին է։ Ակտիվացրեք 3000 մեգաբայթ ինտերնետ առաջարկող Voyage 30 ծառայությունը ընդամենը 4000 դրամով եւ օգտվեք ինտերնետից աշխարհի 70 պլյուս երկրում, այդ թվում Եգիպտոսում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ավստրիայում, Կիպրոսում եւ այլուր։ Ծառայությունից օգտվելու համար չմոռանաք նախորոք ակտիվացնել roaming ծառայությունը MyViva հավելվածի միջոցով կամ ուղարկելով աստղանիշ 121 աստղանիշ 1 վանդականիշ հրահանգը։ Իսկ roaming-ն ակտիվացնելուց հետո ուղարկեք աստղանիշ 107 աստղանիշ 3000 վանդականիշ։ Viva! Քո շուրջը։ Դե ինչ, ծանոթացնեմ առաջի փուլի կանոններին։ Տեսնեմ հիշում ես կարդալը։ Մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որ իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ նրանց հետ կապ չունի, եւ մասնակիցն այն կարդում է առաջին անգամ սուտ պատմությունը։ Մրցակից թիմը պետք է հարցերի միջոցով պարզի պատմությունը ճիշտ է, թե սխալ։ Ճիշտ պատասխանը մեկ միավոր է։ Այո։ Բայց եթե նրանք սխալ են պատասխանում, միավոր չի գնում։ Միայն ճիշտ պատասխանը է, որովհետև հաճախ մենք էլ ենք շփոթում։ Նույնիսկ Մեր մենք։ թիմը գիտեր այս կանոնները արդեն։ Գիտեք, Էլեն ջան, դու գիտեիր։ Բացատրել։ Մի հատ վստահ։ Այո։ Առաջինը ավելի վստահ է, բայց Սկսում ենք ձեր թիմից, Արմանդո։ Եվ այսպես, ես որոշել էի տատիկիս գլխին պրանկ անել, բայց շփոթել եմ տատիկիս ուրիշ տատիկի հետ եմ։ Օ, ծալեք, որ չտեսնենք, թուղթը դրեք որ ցեն։ Ես հարց ունեմ։ Տատիկի անունը այն մարդու որ շփոթել է հիշում ես ինչ էր։ Դե բնականաբար։ Այս ճիշտ հարց էր, բայց այս հարցը ամբողջ դա քեզ հարց է։ Այս ամբողջ բանը պարզաբանելու համար։ Իմ հետ է, ինձ հիշացնում է հիմա։ Որ ոնց որ չստացվի, շեղենք, նրանց նեղը գցենք։ Մեծ լավ ները գցի, ես ուզում եմ այդ մի հաղորդում որ անդադ նայել ես դրանից է։ Անունը։ Անունը։ Տատիկի անունը Սոնիկ։ Սոնիկ տատիկ։ Սոնիկ։ Սոնիկ։ Էրոստացույցա։ It's a Sonic։ Sonic։ Sonic եղավ, հա։ Sonic-ը Sonic։ Կան Սոնիկ։ Sonic-ն Sega-ի խաղ է։ Կան է տեր այսինչ կամ դեր այսինչ իմը պան։ Բանա Սոնիկ, հա։ Բայց իսկ Sonic անձնագրով անունն Չէ, է։ բայց է Սոնիկ, տատ ջան։ Իսկ անձնագրով ինչ էր Sonic տատիկի։ Անձնագրով Սոնիկ։ Հենց անձնագրով Sonic։ Այո, Լավ, իսկ անձնագրով ինչ Սոնիկ։ պրանկ էիր ուզում անել տատիկի։ Այ այդ հարցը։ Էդ էր պետք։ Պրանկը խնդրում եմ։ Չէ, հիմա պրանկը հետեւյալն է։ Տատիս չի կարողանում ապարատներից օգտվել լուսանկարչական։ Նորմալ է, մեր որպես տատին այդպեսին։ Մենք իրան ոնց որ տվել ենք, մի անգամ տվեցինք այն ցիֆրավոյ, որ միացնում ես հետևից դուրս է գալի օբյեկտիվը, բան ինքը պտտեց, թեքեց այդ բանով աչքին, այդ բանով էր նայում, լենսով էր նայում, որ ու չի հասկանում ինչա կատարվում, խավարա։ Մենք դες որոշեցինք անընդհատ այդ լուսանկարչական ապարատներով տատիկի գլխին պրանկ խաղալ, էլի։ Ու տենց անհամաչափ որևէ բաներ էինք տալիս, ինչ որ ապարատ հիշեցնող, ու ինքը ուզում էր մեզ նկարել, մենք տենց կանգնում էինք, որ մեզ նկարել, ու դե չէր կարողանում։ Այսինքն ուրիշ սարքեր էիք տալիս իբր ապարատը, տատի մի քիչ զում արա, բան, որ կտեսնես, բան եւ այլն, ու բարձում է։ Իսկ ինչ էիք տալիս տատիկին բացի ֆոտոապարատից։ Օրինակ տալիս էինք մեծ նոթբուք։ Ինչ եք տալիս։ Նոթբուք էինք տալիս, բայց Այսինքն խորտակի իրան։ դե տատի որպես այդպեսի նոթբուքը չի իմանում ինչա։ Քանի տարեկան էր տատիկը։ 70-անց կին է, Այդ որ թվի բան է պատմում։ գադջետներից օգտվել Որ թվի բանա։ Ուչել Որ թիվ էր դա։ այդ թիվը Որ թվի- 3 տարի առաջ Սևանի ափին։ Սևանի ապին, մալ, մի րոպե, լավ, տվել եք բացովի համակարգիչ, էլ ինչ, որ ասել եք ֆոտոապարատ։ Ինչ ասես տվեցին, ես հիմա այդ չեմ կարա հիշեմ Էլ ինչ։ ինչ գադջետներ էր մոտներս, բայց օրինակ անգամ եղել է նրան, որ հեռուստացույցի այն smart TV պուլտերից ենք տվել, որը որ ինքը Որը Ռոբն է չգիտի։ որը որ դուք չգիտեք։ Բայց դե խնդրել եք, դե մասկա ծիծաղացնում որ ռոբդը չգիտեր, ախի դες պուլտը չիմանամ, դա ի՞նչ է։ Դե հիմա Ռոբ ջան, այդ smart պուլտերը կարող չիմանաք։ Լավ, մի վարքան, տվել եք բացովի համակարգիչ, հեռուստացույցի հեռակառավարման վահանակ, Հեռակառավարման վահանակ ենք տվել, էլ ինչ։ ու ինքը գիտեր դա ֆոտոապարատ է եւ նկարում էի։ Դե մենք համոզում ենք, ասում ենք տատ ջան, այս նոր թվի Իսկ բան ինչ է։ է տատին ձեզ նկարում։ Բայց այդ կարևոր հարց չեք ուզում Բայց տալ։ ես էլ Չեք ուզում հարց եմ ուզում։ Մի րոպե, Ո՞նց ես խառնել։ ապրես։
Գնաս դե դուր։ Ճիշտ է, բա երկրորդ։ Էլենի միրոպե։ Այո, միրոպե։ Մեր թիմից ասուլիսին մասնակցում է նաև Էլեն Շահինյանը եւ նա հարց ունի Էլեն ջան։ Ինչպես եք խառնել տատիկին ուրիշ տատիկի հետ։ Տատիկս զույգ է։ Տատիկս զույգ քուր ունի։ Զույգ անծանոթ քուր բաց։ Զույգ տատիկի անունը ինչ է։ Մոնիկ։ Մոնի, Սոնի Մոնի։ Մոնիկ։ Մոնիկ, էդի չէ կոնֆետ։ Իքը շոկոլադա, գրատկեցի շոկոլադա, Սոնիկ Մոնիկ։ Դե հիմա ժամանակին ունեցել են 8-9 երեխա անունել չեն իմացել ինչ։ Կրեատիվը չի հերիքել։ Մոնիկի անունը ինչ է։ Մոնիկ, բա եկեք տուն, սենց են արել։ Եղբայր ունեցել են։ Եղբայր Արտուր, էլի։ Լավ, բայց Արտուր, Սոնիկ։ Հովիկ, Սոնիկ Մոնիկ։ Բայց դե Մոնիկ։ լավ, իսկ ո՞նց եղավ այդ իրավիճակը։ Ո՞նց դու խառնեցիր։ Այսինքն պիտի տայք մի տատին, դու պրանկ էիր ուզում անել տատի Չէ, դե նայ, քանի որ զույգեր են, այսինքն հետեւաբար նորմալ է որ կարող ես խառնել, որ տատին է պրանկ արել ձեր գլխին։ Իրանք չեն հասկացել թե ով է տատի։ մեկ էլ թեքվում ասում է, չէ, ես Ես մահացել եմ։ Ես IT-շնիկ եմ գիտեմ էսի չա։ լավ չես արա։ Ձեռես արում։ Ավեջան, Ես վստահ եմ Արմանը այս պատմության մեջ այնքան խճճվեց, որ ինձ թվում է հստակ երևաց անգամ թղթի հակառակողմից կարմիր լույսը սուտ այս պատմությունը։ Էլեն, Ինք չի կարա, չէ՞ տատի անունը խափի։ դե իմաստը որն է։ Ասեմ, պատմությունը կարա ճիշտ լինի, բայց Սոնիկ Մոնիկը մեզ մոլորեցնի, Չի կարող։ Եթե Սոնիկին անուն գտնեք, որ հեշտ Չի է, կարող։ ասենք Մոնիկ, Չի հետո կարող։ որ սուտ է։ Սուտ է։ Այո։ Իմ թիմի երկու մասնակիցները կարծում են, որ այս պատմությունը սուտ է։ Ես էլ եմ կարծում, որ սուտ է եւ Սոնիկ եւ Մոնիկ տատիները շատ լավ հասկանում են թվային տեսախցիկներից եւ մենք ձեզ սիրում ենք։ Սոնո տատի։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Իսկ դե ինչ ասեմ, ձեր Դե պետք է Հա։ բացեք եւ ցույց տաք։ Իսկ այս պատմությունը սուտ էր։ Այո, ապրեք։ Հաճելի Գարիկ ջան, խնդրում եմ մեկ միավոր խնդրեմ։ Բոլոր իմ թիմի հաղթած պատմությունները սկսել են այս sense որ առաջինը չի ստացվել։ Չի ստացվել։ Գարիկ ջան, խնդրում եմ։ Ինքը ոնց որ ճիշտ սկիզբ է մեր համար, էլի։ Գարիկ ջան, մատ խնդրում եմ քո թոփալ ոդկով։ Գրում ենք, հա ճիշտ է գրել է իմանալ։ Այո, իհարկե, մեկ միավոր եկեք ծափարեն Գարիկին, որովհետև նա մի քիչ տեսնում եք, նա լենք ոդկով իր Ան, մեր թիմից խնդրում եմ զգուշությամբ վերցրու եւ առաջին պատմությունը ասա հարգելի Ավետ։ Աղջիկների հետ հեշտ ծանոթանալու համար մի քանի անգամ ներկայացել են որպես Ռոբերտ Մարտիրոսյանի կրտսեր եղբայր։ Որով ինքը որպես որոշում այնքան սխալ է։ Այնքան սուտ է։ Նույն եթե ճիշտ է, ինքը շատ ստրատեգիկ սխալ է, էլի։ Նույնիսկ ես որպես Որցեք, չեք Փորշմանի ավելին ասել։ Նույնիսկ ես որպես Ռոբերտ Մարտիրոսյան ներկայանում եմ չի ստացվում։ Դու որպես եղբայր։ Չէ, ասեմ, հարցեր եթե ունեք, Հա չէ, հարցերը հաստատում ենք, որտեղ ես ուզում եմ հասկանամ այդ ինչ տարիքի աղջիկների հետ ես դու ծանոթանում, որտեղ դու Ռոբին նենց փոքր եղբայր ես, որ իրանց հետ նենց հասակակից ես, որ կարելի է ծանոթանալ ու խնդրում ասա։ Այս մի հատ էս դատական թեման դրենք մի կողմ։ այո, այս է հայցը։ Իմ ու Ռոբի տարիքային տարբերությունը իրականում շատ չի, ընդամենը 30, չէ, ընդամենը 10 տարի կարծում եմ, չէ։ Այդքան ախպեր ես, հա։ Ես իրականում ինչ եմ արել, երբ որ ես նոր ընդունվեցի Արմենիա հեռուստաընկերություն, ընդամենը 2 աղջկա հետ է պատահել այս պատմությունը։ Ինձ ասեցին ով է։ Միաժամանակ։ Չէ, միաժամանակ չէ։ Մի ամսվա ընթացքում հնարավոր է անկեղծ ծանոթանալ 2 աղջկա հետ եւ այո, ծանոթանալ եւ բաժանվել մի անգամից։ Երբ որ ես ծանոթացա, ասեց իսկ ո՞նց ես ընդունվել Արմենիա, ասացի դե Ռոբն էր կանչել, երկար ժամանակ չէր ստացվում, Ռոբովա, ասեցի Օ, արդեն դզած, մի քիչ այդ ավելի բակը բացել, այդ Ռոբովան մի քիչ ավելի Չէ, երկար է։ ասեց դե չգիտեր, տրամվանականը չէ որ չես նեղամ։ Չէ, որտեղ Ես չեմ նայում, բայց Ռոբը օվայով, մի րոպե, օվայով կոպիտ է, ով է։ Ռոբը ով է ասեց։ Ով է, որ ինքը ավելի նուրբ, ասում ես ով է, ինքը տեղ է տանում։ Իրականում Նատալին է մենակ ասել որ Ռոբը ով է, բայց լավ եկեք։ Բայց Ռոբը ով է ասեց։ Հա։ Իսկ դեմը այդ կար, այդ Ռոբը։ Չէ, բացարձակ չկար նման բան։ Ծանոթացանք, ասեցի դե ընդունվել եմ, հիմա բարի լույսն եմ վարում բան։ Ասեց իսկ ո՞նց ես ընդունվել, ասեցի դե աղբերս է տարել,
ասեց աղբերը Ռոբը աղբերը տա, ասեցի հա, Բայց որ պատմություն լսում ենք, ոնց որ Նատալի հետ արդեն ծանոթ ես պատահական հանդիպում չէ, եք, Նատալի ջան նայեք, պրիվետ։ մենք գրվել ենք Instagram-ով, խոսացել ենք, ես փորձից հետո Instagram-յան ոնց որ հավանել ես, Instagram-յան date է։ Instagram-յան date էր, որը տեղի ունեցավ կամերայինի հարակից այգում։ Պատճվել եք։ մենք Այդ որ ասած Իմ անունը որտեղ է, բայց Ռոբերտ Մարտիրոսյանի եղբայրն է։ Արի Բալես։ Արի մոտս։ ու ես ասացի որ Ռոբի աղբերն է, որպեսզի ավելի լուրջ տպավորություն թողնեմ։ որպեսզի ավել բան քեզնից չսպասի։ Ավել չէ, ավել Որտեղ լավ այգում քայլում ենք, մի հատ պաղպաղակ չես առնում, դե Ռոբի աղբերն է։ Գոնե մի ասում եմ այդ աղբերը սրոն, լավ է։ Նաթալին ուզում էր մտներ այս մասնագիտությունը, ինքը ինչ որ փոքրիկ կաստինգ ստուդիայում սովորում էր ու մենք հենց այդ ձևով ենք, ինքը գրել է բանով request ա եկել ինձ, ես պատասխանել եմ ու մենք տենց խոսացել ենք։ ու ասել ես Ռոբ աղբերը սա։ Ռոբ աղբերս ու կարա քեզ Արմենիայում օրինակ, Արմենիա հերոստանգերությունում օրինակ ինչ որ Ես խափել ես էլի բայց ես ուզես լուր մնում եմ արդեն դրանից ով ես դու Բացին այդ որ ստելա ինչա դիմացը ստացել։ Իրոպելի ես հարցնում եմ արած ինքնակոչերոս Ռոբը Այ աղբորդ հետ կգնաս տունը կխոսես դու։ Չէ, բայց դուք հաշվի առեք, որ ես այդ մենակ այդ աղջիկներին եմ խափել։ Բայց կատակ Չէ, ընդամենը երկու քեզ խափել նորմալ է։ Լսի, մենք էս հաղորդումը խափելու մասին եմ, մենք օրական 3-4 հոգու խափում ենք, բայց վերջում ասում ենք այս պատմությունը սուտ էր։ Հիմա եթե դու վերջում ու վերջ ասած են ամենա կեղտոտ բանը որ արել ես, մինչև այդ եթե չես ասել որ ստում ես, արել ես նոր ես ասել։ Դա։ Իրականում Նատալին չեմ ասել, որովհետև Նատալին իմանում է հիմա նոր, հա, ոնց։ Նատալին եթե կնայի հաղորդումը կիմանա, թող ների ինձ, իսկ Աննային այդ թեման Աննայի հետ շատ արագ է վերջացել, տենց ուղղակի ասել են որ Ռոբը աղբեր է, սա մտածելով որ գուցե այդ Հակայքավա տերելով այդ խեղճ աղջիկա վրա, որ ուզում էր գար այստեղ ինչ-որ էս ինդուստրիա։ Դե իրականում եթե անկեղծ լինեմ Նատալիի պարագայում մի քիչ խեղճի խայտ զգում եմ, որովհետև հա կեղտոտ բան եմ արել։ Ինչ է կարծում ես պատմությունը։ Սուտ է Միանշանակ սուտ է, որտեվ այո։ Ճահիճի մեջ ավետ։ Սուտ է այս պատմությունը ընկեր։ Դա ձեր միայն ձեր մեղավորությունն է, որովհետև այս պատմությունը սուտ էր։ Տանջվում են այստեղ են։ Ռոբ ջան, Մենք միավոր Բայց դուք իրականում սխալ լսեցիք, որովհետև ես ասացի որ Էլ մի աթարացի։ Ապարիկի շահավետ առաջարկ Mobile Center-ից հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ ցանկացած Samsung սմարթֆոն կամ պլանշետ ապարիկ տարբերակով գնելու դեպքում առաջին 12 ամիսը կգործի 0% տոկոսադրույք, 0% կանխավճար, 0% սպասարկման վճար։ Mobile Center, Samsung-ի պաշտոնական ներկրողը Հայաստանում։ Ումես դու կարաս 0 գրպանով գնաս մտնես, կարա վերցնես քո Samsung-ը, բոլորի զանգես փող խնդրես։ Այո, մյուս Samsung-ից արդեն մտածես ոնց փողը տաս։ Դեշ, պատրաստ եք լսել Գարիկ ջան, խնդրում եմ, Ռոբինը չէ, դու ես։ Իմ պատմությունը։ Սիրով։ Միշտ ապիր դու ես։ Մի անգամ բարեգործական դրամա հավաք եմ իրականացրել օգտագործելով Ռոբի խեղճ նկարը։ Ինչի է այս հաղորդումը Ռոբի մաս։ քեզ օգտագործելու մասին Ես, ներողություն։ չէ, բայց քոնը սուտը լավ է, քոնը սուտը լավ բրցանք, խնդրում եմ, նախ կասես որ նկարս ես օգտագործել, ցանկացած։ Լսի, դժվար չէր այո ընտրել, ոնց որ տարբերակները շատ էին, բայց այդ խեղճ նկարների պալիտրայի մեջ ես ընտրեցի, որը որ դու մի քիչ էլ տենց ավելի բան էր խաղացել, տենց մի նկար ուներ, որ տենց դեմքով ավելի արտահայտիչ էր դարձել Աշխատող ա եղել։ դեմքը, այո։ Իսկ Ու երբ ինքը ես ավելի արել դա, աշխատող էր։ երբ ես արել դա։ 2 ամիս առաջ։ Երևանում Այո։ ինչքան փող է հավաքվել։ 15000 դրամ։ Ինչ են մարդկանց ասում որ հիմնադրամ Հիմնադրամի առաքելությունը։ Հիմնադրամի առաքելությունը, այդ 15000 դրամը որտեղ ուղղվեց։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի է օգուտ տվել այդ։ Ուրեմն Շիրակացի կրթահամալիրում մասնակցում էի մի հետաքրքիր ֆորմատի, աուկցիոն ֆորմատի, որտեղ տաղանդավոր երեխաները շիրակացի տարատեսակ նկարներ էին նկարել, ոնց որ սիրուն քանդակներ էին արել, ով ինչ կարողացել էր եւ դա այդ դրամահավաք էր, որը պետք է ուղղվեր տարբեր պատճառների։ Ես գնացի մասնակցելու չֆայմելով, որ պիտի գնեմ այդ նկարներից մեկը եւ գումար չէի վերցրել, ոնց որ փորձեցի տեղում գումար հավաքեմ եւ իմ հավաքած գումարով գնեմ մի երեխայի նկարը։ Մտածեցի ինչ կարամ անեմ արագ, որպեսզի մարդիկ գումար տան։ Մտքովս անցավ որ եթե Ռոբի խեղճ նկարը սենց հերախոսով սենց զում անեմ ու ասեմ այս խեղճ երեխու համար
ես գումար եմ հավաքում, որովհետև նա կարիք ունի։ Բայց ումից էր գումար հավաքում, խեղճ երեխեքից, որ հետո փողը տայր իրանց։ Չէ, այդ շիրակաց երեխեքը խեղճ չեն, հավատամ մի ուրիշ տիպի, ծնողները ավելի խեղճ են։ Շիրակաց երեխեքի։ Որտեղ սա գումարը տալիս են իսպանը։ Այո, չէ, ու այդ որպես ես կարողանայի գնեի, ծնողները բոլորը եկել էին այդտեղ աուդիոյի մասնակցելու, շատ ծիծաղալու էր, ասի, այս խեղճ ասեցի ես մարդու համար գումար եմ հավաքում, բոլորը ճանաչեցին, որ դա դու ես, որտեվ դա շատ նման է։ Ճանաչեցին, այդ ավելի խնդրում։ Ճանաչեցին ու զգացին, որ Ռոբի վրա պրանկ եմ անում։ Ու սիրով ամեն մեկը եթե Ռոբն է, 200 դրամ իմ կողմից, այս Ռոբը 300 դրամ իմ կողմից, հա։ Ձեր խաթր պետքա շատ էլ տային։ Բայց երեխեք էին։ Ծնողները, ասի ծնողները։ Չէ, ծնողներն են տալիս։ Ծնողներն էին։ Դու ինչ գիտես, բայց ես Իսկ ի վերջո նկարը գնեցի։ միանշանակ։ Ինչ նկար ես գնել։ Գնել եմ նատյուրմորտ։ Ինչա, նացյա դե կասի, արագ կասի, դնացի ինչա պատկերված վրա։ Խաղող, խնձոր ու կուժ։ Ամենա դասական նացյուրմորտի նկար։ Խաղող, խնձոր։ Ու դա որ պատուանի արտացոլանքը մի քիչ երևում է խնձորի մեջ։ Այդ դրանից։ Լավ ավեջան ինչ ենք պատմում։ Իրականում մտածում եմ, որ վերջին շրջանում Գարիկը սենց բաներ շատ է արել, որպեսզի պատմությունը ճիշտ լինի։ Կապն գորալը Արագացրու։ ինձ թվում է ճիշտ է այս պատմությունը։ Էլեն ջան, Ես մտածում եմ, որ սուտ է։ սուտա։ Ինչ մի քիչ կասես ինչու։ Շատ կարևոր։ Բայց ես ասում եմ շուտ հոգեցի։ Բայց դու Էլենը վերին արտի ծորենն է արդյոք։ այո, այո, եթե դա էր ուզում լսել, այո։ Լավ, ներողություն։ Այո, Էլենը ծալած ունի քեզ։ Լավ է։ Ինքը մի քիչ ինտիմ է հնչում։ Բայց հաճելի է։ Սկզբից ներվել էր, հետո շատ ուրախացավ։ Ինչ ես կարծում։ Լավ։ Ես կասեմ, որ պատմությունը սուտ ճիշտ է։ Ճիշտ է։ Սուտա ճիշտ է, ես եմ որոշում։ Չէ, սուտա ճիշտ է, ճիշտ է։ Ճիշտ է, երկուստը ճիշտ է։ Հո ես արդեն ծնեմ տարբերակ։ Հո ես գիտես, ուրեմն ճիշտ է։ Ինձ թվում է ճիշտ է։ Ես իմ թիմի կողմից եմ, նույնիսկ եթե սուտ է, ես իմ թիմի հետ եմ, չմտածեք, այս պատմությունը ճիշտ է։ Ու եթե դու հավաքել ես այդ փողը, ես 15000 քո քթերից եմ բերել։ Ես քո քթերից եմ բերելու։ Քո այդ յոժո մազերով եկել նստել ես այդտեղ։ Ճիշտ է այս պատմությունը։ Եկեք մի բան նայենք էկրանին։ Ես գիտեի։ Կատակ եմ անում, այս պատմությունը սուտ է։ Այո, կերներ։ Ես ճիշտ ասած ես չէի հավատում։ Ես չէի հավատում, բայց դուք քաշեցիք ինձ։ Ռոբի պատմությունը, պատրաստ եք լսել։ Պատրաստ եք։ Պատրաստ եք, հետո չկարողանաք մոռանալ։ Շատ լուրջ պարապում եմ, որպեսզի հաջորդ տարի անվճար ընդունվեմ թատրոնի եւ կինոյի պետական համալսարան։ Շատ լուրջ պարապում ես։ Եթե ուզում ես ընդունի, շատ լուրջ պիտի պարապ։ Իսկ ինչ բաժի։ Դե բայց իրոք ինչ է։ Դերասանական, իհարկե։ Արտիստական դերասանական բաժին, բայց կինոյի, գծով չէ, թատրոնի, Իսկ որտեղ եք պարապում։ որովհետև մասնակիտի մոտ։ Ում։ Պապկեն Չոբանյանի։ Պապկեն Չոբանյանի։ Պապկեն Չոբանյանի մոտ եմ պարապում։ Շաբաթական քանի օր եք գնում։ 2, դեռ 2 օր եմ գնում։ Իսկ ուսումնասիրել եք, Ռոբ, Ինչ? ուսումնասիրել եք ով այս տարի կուրս հավաքում։ Ճիշտ ասած չէ, չեմ ուսումնասիրել, որովհետև հələ կուրս հավաքելուն ահագին մինչև մայիս, ում մոտ կուզեի։ մայիս։ Դե չէ, Չգիտեմ, հիմա տեսնեմ, չէ, հիմա տեսնեմ ով է։ Մենք գիտենք այս տարի ովքեր են ավարտում, որ մյուս տարի հավաքենք։ Ես չեմ ասում եմ, ես հիմա պարապում եմ ու ինձ համար, ես նայի, ինձ չի հետաքրքրում ես ում կուրս կգնամ։ Ինձ հետաքրքրում է այդ թաթերական այդ ներաշխարը, որ Ես հիմա առաջին դասը Պալոն Չոբանյանն եմ իրեմ, ես Պալոն Չոբանյանը մոտ առաջին դասը էսա։ Քանի դասավոր։ Լուրջ ասեմ, ինչ։ Քանի դասավոր։ Արդեն մի ամիս հետ եք գնում ասում։ Դրանի, որովհետև չի կարողանում այդ լավ պատասխանի։ Անտած կտրվում է դրանից։ Չէ, ժողովուրդ ինքը չէ, ինքը նայի։ Ինքը Ռոբը Պյորտյանի Շեքսպիրի Ասման, Ռոբ ջան, ստե։ Չէ, հիմա դու ծիծաղում ես, բայց Շեքսպիրի ողբերգություններ խաղալու համար։ Ինքը դու այդ ումես ես ուզում Համլետի մահացած հորը խաղալու համար այդ տառապանքը, մի ամիսը տառապանքա։ Ինչ ես քնություն տալու, էտյուդ, հա, Էտյուդ, այո, անպայման էտյուդ պետք է քնություն տամ, պետք է մի հատ բացի էտյուդից, որը ես պետք է հորինեմ, իմ հորինած էտյուդերին, նաև Ստելես մտածել ես արդեն ինչի մասին։ Չէ, էտյուդը չեմ մտածել, բայց զուտ Չես հասցնի, ինչքան Լոլիտայի, Նաբոկովի Լոլիտայի հատվածը ինքը սենց հասկսում։ Խնդրեմ։ Ինչու ես փշրեցի ամեն ինչ։
Մտքի ձայնը։ Ծախը վիրոպ է։ Մտքի ձայնը խաղում։ Որտեւ հենց այդ նույնը սկրինշոտ եմ անում, այդ խեղճ նկարով փող եմ հավաքում։ Դուր արել է։ Այս դեմքով է։ Այդ նկարում ես փող ես հավաքում։ Հա ներողություն, ինչուից կներես էլի։ Դու պիտի պատրաստ լինես ինչ ռեակցիա են տալու ժյուրին։ Ինչու ես փշրեցի ամեն ինչ։ Չէ՞ որ ես ամեն ինչ ունեի։ Ամեն ինչի հասել էի։ Ինձ սիրում էին։ Լոլիտայի գործից է կարդում։ Հիմա Չոբանյան բաբկեն է ասենց։ Մեմ անում։ Ինչ է։ Եվ ես Բայց մարդը խաղում է։ կարող էի հասնել բարձրունքների, բայց իմ խելքից էր դա։ Չէ՞ որ ցանկացած մարդ կործանվում է իր խելքից, Աստված իմ, Աստված։ Ռավ դու ընդունել ես։ Արաբա չէ, դու չես ընդունվելու անվանակ կոչելու են քո անունով գոնե մի կորպուս։ Չի հավատում։ Դու հավատում ես այս պատմությանը։ Ես կուզեի հավատայի։ Ես էլ։ Անկեղծ շատ կուզեի հավատայի, նախ քեզ կսած էր Ռոբ թատրոնում։ Ռոմ արդեն, էլի, ես կասեմ Ռոմ։ Բայց դե կարամ չհավատամ։ Իհարկե։ Հա, ես Ստանիսլավսկին եմ, ախպերս։ Եվ ասում ես չեմ Եվ հավատում։ ասում եմ Նիվերիու։ Չեմ հավատում։ Ռոբ ջան, այս պատմությունը սուտ է։ Իսկ այս պատմությունը։ Օ։ Աստասներ այս պատմությունը։ Սուտ է։ Այո։ Լոլիտայի միապտությամբ։ Գնա եւ Բայց լավ խաղաց։ Լավ խաղացի, չէ՞ կարա՞յ։ Լոլիտան իհարկե։ Շատ դու իմ լոլիտան ես։ Ծափարեն, Գարիկ են մեկ միավոր անցան առաջ։ Մեր գործընկերն է Royal Automotive Group-ը, որը ձևավորում է նոր ավտոմոբիլային մշակույթ Հայաստանում։ Royal-ը պաշտոնապես ներկայացնում է առաջատար բրենդեր Huawei-ի ստեղծած Aito, Հայաստանում հայտնի Լիսյանը Li Auto, հզոր ամենագնացներ տանկ, ինչպես նաև արդեն 6 տարի Հայաստանում կոմերցիոն տրանսպորտային սեգմենտի բացարձակ առաջատար JAC Motors-ը։ Royal Automotive Group-ը բոլոր բրենդերը հասանելի են միայն պաշտոնական ներկայացուցչությամբ, գործարանային երաշխիքով եւ սերտիֆիկացված սպասարկմամբ։ Royal Automotive Group վստահությունը սկսում է պաշտոնականից։ Եթե մտածում ես պաշտոնապես գնել նոր մեքենա, արդեն գիտես ում դիմել։ Ծափարություններ ես ուղղակի հավելում անեմ, քանի որ մենք ունենք նրանց ներկայացրած մեքենանից տանկ մեքենան, ուզում եմ նաև ցույց տամ մեր սեղաններին։ Ես գիտեք ինչ մեքենա է, ժողովուրդ, ասեմ, ուրեմն այս մեքենաները ունեն ուղեկցում շարասյունով։ Վլադիմիր Վլադիմիրովիչի, ես լուրջ եմ ասում, Google-ել եմ, իրանք են ասել, պատկերացրու, որ ինչ իրոք տանկ եւ հզոր մեքենաներ են զրահապատ, որ Վլադիմիր, որից վախենել եմ, ես Ռուսաստանում կրեմելում նայում եմ, ասում եմ, սովարա։ Մի խոսքով Վլադիմիր Վլադիմիրովիչի մեքենան Շարասյան այս տանկերից են։ Ես հավատում եմ, մեր նոր մենք որ խաղում ենք, ընկավ մի բան Նա իհարկե բան չի լինում, նա ինքն ուժեղ է։ Այսենց մեծ է։ Այ Վլադիմիր Վլադիմիրիչ։ Խնդրեմ դուք եք։ Մի անգամ բարի խմբով գնացել ենք հողարկավորության արարողության։ Բարի խմբով գնացել են հողարկավորության արարողության, որտեղ Գնացել էինք տատիկին թաղելու։ Իսկ գործ էր, թե որպես գործ, թե ինչ բան էր։ Որպես հյուր էի։ Ժամանց։ Գործի նպատակով էին գնացել։ Այս տարազներով բանով։ Հա, տարազներով։ Տարազներով է։ Հա, ու ձմեռներ, հա։ Իսկ ինչու եք գնացել։ Հարսանիք պետքա գնային, գնացինք Չասում շացեք, հա։ Պետքա խավորին դիմավորեինք իրականում, ինչու ճիշտ։ Շատ ուշ են գնացել։ Ուշ են գնացել ու իրականում պատահական մտանք թաղում, թաղման արարողություն էլի պետքա լիներ ժամը 2-ին։ Իսկ որ շորերով մարդիկ են ընդհանրապես ոչ մի տարբերություն։ Ճիշտն ասած ինձ թվաց հենց հարսանիքի տունն է։ Բայց դու գնացել եք կներեք, հուղարկավորության չեք գնացել, երևի հոգեհացի սրա եք գնացել։ Չէ, ժամը 2-ին արդեն տատիկին վերցնելու էին։ Տատիկին վերցրել են, դուք մտածել եք որ Փարիզ սկիզբը, հա, սենց դուք էլ սենց բոլորդ եկել եք։ Էսա բանն է, էլի։ Էսա ջագաղն է, էսա չկունը։
Ես այդ ինչա։ Ունայրյան աղջիկների հեզա ճկուր, բայց մի վարքյան, ես հարց տամ, ուր պետքա գնայիք։ Հա, մի վարքյան ասեմ, ուրեմն ձմեռն էր։ Չէ, ձմեռը չէ, ուր պետքա գնայիք։ Հարսանիք։ Չէ, որտեղ։ Խավորին դիմավորելու։ Տուն։ Հա։ Ու բայց գնացիք տուն, Որտեղ թաղում էր։ տանն էր թաղումը։ Նո, գնացինք ժամը 12-ին, դե խավորին այդ ժամերին են դիմավորում։ Խավորին տուն էի գնացել։ Չէ, պետքա գնայինք հարսիկի տուն խավորին դիմավորելու։ Հասկացա։ Բայց նենց ստացվեց, որ մենք գնացինք թաղում։ Թաղումը տուն տանն էր էլի։ Հա, տանն էր արարողությանը։ Դե գյուղում էր, հա։ Գյուղում էր, Գյուղերում вообще տենց է։ հասկացա։ Իսկ ոնց տենց ստացվեց։ Ոնց տենց ստացվեց։ Տենց ոնց։ Կամ ոնց տենց։ Դուք ինչ-որ հասցեն չգիտեք։ Հասեն Թե չգիտեք։ ինչ-որ երկի վրա եք գնում։ Բայց այսինքն այնտեղ տխուր իրավիճակ էր արդեն հարազատները սկում Նույն են մենք միանգամից մտակ։ հա, գնացինք պարողներս տարազներով իջան։ Տարամ տիմ տամ, տարամ տիմ տամ, տարամ տիմ տամ։ Ասաց երեխեք դուք սիրուն Իսկ շարժ։ հիմա ավանդական մերելի պարը։ Գերեզ բանել շոկ Իսկ երկում էին այս երկը։ Արի Որ երկը միատել։ Հա, երկում Ու են։ կարիճնեվի բան էին պատտում։ Երկում են, այնտեղ ավելի է ասել այդ երկը։ Լավ։ Ավետ ջան, Ինձ թվում է ճիշտ է, կարա լինի sense պատմություն։ հասկացանք, ուզում կտրուկ լինենք այսօր։ Այո։ Էլեն ջան, դու որպես արի, Չէ, ակնհայտ արի սուտ է։ սուտ է, ակնհայտ Այո, սուտ։ ակնհայտ սուտ Հասկացա, է։ դու Եղել է ինձ թվում է իր այդ sense բան։ Դու արդեն ասել ես քո տարբերակը, Ինձ այսօր թվում է ճիշտ է։ հանգիստ նստի տեղը։ Լավ։ Կարծում ես որ սուտ է։ Ես մեկ բան ունեմ։ Չունես էլ։ Լավ։ Դու արդեն երկել ես։ Երկելուց հետո մեր շոուի կանոնով երկելուց հետո ոչ մեկ բան չես կարող ասել։ Դու կարծում ես սուտ է, դու կարծում ես չէ։ Ես էլ եմ կարծում որ ճիշտ է։ Ես ուրեմն հավատամ ես գեղեցիկ պատմությանը։ Այո, որովհետև հայկական ուրեմն բարեղանակի ներքո տատիկին ուղարկել են այն աշխարհ եւ նա հիմա դրախտում միշտ նրա Որովհետև մենք ենք ուղեկցել։ այո, նրա մտքում այդ երգն է, խնդրում եմ երգի, որը Արի մռնի մուկեզի։ Ես չգիտեմ։ Ձերի տասով։ մենք կարծում ենք որ ճիշտ է այս պետությունը։ Այս պատմությունը իրականում ճիշտ է։ Ավետ ջան, ապրես, Էլեն ջան, ապրես։ Գարիկ ջան, խնդրում եմ մեզ միավոր Սիրով, ընծայի։ սիրով։ Օ, դուք հավասար եք մտնում ես այդ ժորտ փուլ։ Բայց լավ դեպք Բա է, չէ։ ոնց եք մտել այդ հասցը։ Ինքն իմացել ես սինեն, հետևը անանաս, կոնյակ բան։ Մի արանք շուտ մտա։ Խոսացրեք դուք։ Ծափարում են Գարիկ Բաբայան։ Մեր թիմի վերջին մասնակիցը ծանոթացնի իր պատմության մեջ։ Մի անգամ դարձել եմ ֆինանսական խարդախության զոհ ընկերուհուս տատիկի կողմից։ Ինչքան գումար է շորթել։ Մոտավորապես 35-ից 40,000 դրամի սահմանում։ Հա, չես հիշում։ Քան Դոլար։ Դոլար Չէ, 1000 դրամ։ Չէ, շատ է իմ համար, ասենք 35,000 դրամը ընկերու տատիկի կողմից վերցած, տվերա վերադարձրել է, թե Չի վերադարձրել, ես ձենել չեմ հանել։ Իսկ ոնց է, ինչ միջոցով է արել, ոնց երբ ես հասկացել, որ դու գցված ես։ Ասեմ, ընկերուհիս ինձ հրավիրեց իրենց դաչա։ Դաչայում ապրում էր տատիկը, միայնակ։ Առանց գումար։ 02-ի սկիզբը, չէ՞։ Մենք վերցեցինք տապորը։ Ապրում էր տատիկը առանց գումար։ Առանց Ընկերուհիս փոքրինչ գումար չունեցող աղջիկ է։ Փոքրինչ գումար, Ես նրան աշխատանքել եմ տալիս, նա իմ հյուրընկալներից է։ Ահա։ Աշխատավարձները ուշացնելու պատճառով նա չուներ գումար։ Դու էր ուշացնում աշխատավարձը։ Այո։ Բայց դու դզված էր, միշտ 35,000 ավել Այն իմ մոտդ կա։ քարտի մեջ էր, 40,000 դրամ իմ քարտի մեջ էր։ Ու դու գնում ես։ Մենք հասնում ենք դաչա, տատիկը պետքա մեզ լավ նայի, դաչայում կար կարտոշկա, բլինց, հիմնականում մենք դրանով չէինք բավարարվի, մենք այդ ասոր պետքա մնայինք։ Կարտոշկա բրուցարա, արա դիժ մենյու։ Երկրորդ դասանի մաթեմի խնդիր է դա։ Դիժարա, կարտոշկա բրիձ։ Կարտոշկա բրիձ բուկ։ Մսերից ինչ կար բուկ։ Հա, կար դաչայում կար տատիկ, կարտոշկա եւ բրինձ։ Դու 10 օր պիտի ապրեք։ 10 օր պետքա ապրեինք։ Ընկերուս ասում եմ տատիկիդ փող տվել ես, որ առևտուր անի բաներնի ոնց որ ինքն այլ մեր համար ուտելու բան Դու ասում ես դու ինձ փող տվել ես։ Ասում եմ դու ինձ տվել ես, ասում եմ չէ, ասում եմ դե կտաս տատիկիս։ Ասում եմ լավ։ Եվ ես որոշում եմ, որպեսի տատիկի ամեն քայլը մենք վերահսկենք,
այսինքն տատիկը ամբախ Ափր զամբախ ծփր չծախսել չծախսի, գումարը, այո։ 100-100-ով 10։ Այո, տամ իմ քարտը, որն ունի Wi-Fi, 10 քո քարտը տատիկին։ որն ունի Wi-Fi։ Հա, երբ ես դու պակասում էլի որպես հարուստ։ Քարտս տալիս եմ տատիկին։ Ֆորբսի էջերից։ Առաջին օրը մինուս 3000 դրամ։ Երկրորդ օրը մինուս 10000։ Երրորդ օրը 20000, ու այդպես մինչև 40000, ընկերուս բան չեմ ասում։ Կներես էլի, որպեսի տրամաբանորեն շարունակենք։ Երկրորդ օրը ինչ կերակ 10000 նոցը։ Միս եմ կերել։ Միս։ Միս, խինկալի, խառը առել էր։ 10 օրվա ընթացքում կերան։ Վրացի տես ուժը տատիարա։ Լավ է, թքած թե 30,000 չի գցել։ Արդեն 50000-ը ես երկրորդ օրը կերել ենք, սպասի, միս, ինկալի բան։ Երկրորդ օրը 10000-ը Նա չի ծախսել եւ վերջ։ Պարզվում է, այդ ասեմ, նա գալիս է տոպրակներով տուն, տոպրակի մեջ 3 պաչկա սասիսկա, նրբերշիկ։ Նրբերշիկը հարցնում եմ, ընկերուս այդ ժամանակ կողքս չէր, հարցնում եմ ակտիվ խոսամ տատիկի հետ, ասում եմ 3 պաչկա նրբերշիկ ինչու եք գնել, մենք 3-ով ենք տանը, ամեն մեկս 1 պաչկա 10 օրում չէինք ուտի, իսկ ինչու, ասում է 3 պաչկա գնել եմ, ընթացքում կուտենք, շներին կտամ եւ այլն, ասում եմ լավ, չեմ հավատում, մտածում եմ միգուցե նա հարևանների համար առևտուր է անում եւ գումարը կանխիկացնում նման կերպով, այսինքն փող է լվանում, հա։ այո, Լավ բան է, բայց լավ ես մտածել։ Հետո տենց էր անում։ պարզվեց այո, այդպես էր Չէ լավ։ այո։ Ոնց լուրջ։ Ապրանքը թանկով ծախում էր հարևանների վրա, թե իր գնով։ Անկեղծ ասած չգիտեմ, ես մենակ բռնացրել եմ այն պահը, երբ որ մեր հարևան Սոնիկ Մոնիկ Ծոցյան ներս մտավ եւ գումար տվեց, ասեց սա սասիսկաների եւ մնացած առևտրի Ես հարգում եմ այդ տատի, հիմա Աբովյան քերակատարողական հիմնարկում է տատիկը։ Այդ ուր այս բանը նստած է, էլի։ Բերեք ալալ այդ փողերը։ Օրենքով տատի է։ Սասիսկ մոնին է, էլի։ Հոլելա, ես լուրջ եմ ասում, անունը Վարդիկ Վարդիկ, ես Վարդիկ տատի մենք ես հետ ենք, ինքը ճոգում ես Վարդիկ Ռոստովսկին է, էլի, մեր տատիկների ցավը տանեմ ես։ Ես էլ։ Բոլոր տատիկների համար ձեր կենացը։ Մեր տատիկներ, մեզ ծնած, սահած, մեզ լողացրած։ Մեր փաչեկի արանքը պրիսիպկած։ Լցրած այն որ կարմրի բդիկները մեր։ Հա, տատիները հոմենակ Մեր տատիկների համար։ Ծապարենք բոլոր տատիկների համար։ Դուք մեր թագուհիներն եք, տատիկներ։ Ինչ է կարծում ես, հետաքրքիր է։ պատմությունը շատ, մի քիչ ես չգիտեմ նույնիսկ։ Խճճվել եք։ Խճճվել ենք, այո։ Ես մտածում եմ, որ այս պատմությունը ամեն դեպքում անհավանական է, բարձր է, բայց սուտ է։ Այ։ Ջուլին թվում է, որ Ճիշտ է։ ճիշտ է։ Ճիշտ է։ Այս պատմությունը կարծում ենք, որ ճիշտ է։ Էլեն ջան։ Բայց ասեք։ Ասեմ։ Այս պատմությունը ճիշտ է։ Դժվար է։ Այդ եւս ես միավոր գրելու ընթացքում խնդրում եմ տատիկին ծափարենք, ես հարգում եմ այսպիսի տատիկներին։ Որը ոչ է տատին է։ Ես հարգում եմ այսպիսի տատիկներին։ Ինչ լավ տատի է եղել, բայց ինչքան ծեր էր այդ տատին։ Չէ, հարգելի է։ Խաղացել է որ։ Վարդիկ տատիկ ջան, ապրեք Էլենին քիչ էր։ Պետք է ավելի շատ փող կծեք Էլենին։ Հաշիվը 2-3 օգուտ գարիկի թիմն է եւ մենք անցնում ենք որ փուլ, երրորդ փուլ։ Մեր գործընկերն է D-Energy ընկերությունը, որը Տոդ բրենդի նորաձև վարդակների եւ անջատիչների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ոչ որակ եւ հուսալիություն յուրաքանչյուր մանրուքում, համոզվելու համար եւ գնելու ինչպես։ Նաեւ կարող եք այցելել Վարդանանց 28 կամ նրանց ինտերնետային կայք։ Ես իմ հյուրերին ուզում եմ նվիրեմ 20%-անոց զեղչի քարտեր իմ կողմից։ Նաև Գարիկն էլ իր կողմից կնվիրի իր հյուրերին։ Ես վերանորոգման մեջ եք, այս վարդակները կարող ես դու գուրգուրել։ Եվ դու ունես վարդակների խնդիր։ Այո։ Վարդակը ո՞րն է, գիտես։ Այո, շտեպցել եմ։ Շտեպցելը չէ, ռազետկան։ Ռազետկան։ Հարգելի թրաշ։ Խնդրում եմ, դա ռոզետկան է վարդակը, 20%-անոց զեղչի դուք ունեք ձեզ մոտ։ Կա դրած դրանից։ Չէ։ Ոչ չէ։ Չէ, դուր։ Չտվեցի որ դնեք։ Ունենք, լավ, ոնց հաշվում այդ վարտակների։ Խնդրում եմ քո հյուրերին Դենք լավն է, հասկացանք։ D-Energy վարտակները, եթե մեջ եք, կարող եք օգտվել 20%-ը։ Շնորհակալություն, ծափարություններ։
Երրորդ փուլ ընկերներ, այս պահին մենք հրավիրելու ենք մեր կասկածելի հյուրին, բայց մինչ այդ եկեք ընթերցեմ ձեզ համար կանոնները։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ, կամ ոչ մեկի հետ կապ չունի, դա կիմանանք ընթացքում։ Մրցակից թիմը պետք է պարզի, թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի կասկածելի հյուրը։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում այդ միավորները անցնում են մրցակից թիմին։ Դե եկեք, իրավունք գազգադելի հյուրին, բարձր ձաբարություններով գազգադելի հյուր։ Բաննա։ Այս աղջնակին, Ավետ ջան, խնդրում եմ մի հատ վերցրեք։ ծանոթացրեք մեզ, խնդրում եմ այս գեղեցիկ աղջկա։ Մաշան է իմ ծանոթն է, ես նրան այսօր կանչել եմ այստեղ, որպեսզի միասին վիրավորենք նրա նախկին ընկերոջը։ Մենք յուրաց։ Չէ, բայց դուք օգում որ։ Ես կուզեմ նախկին ընկերը դու լինես։ Մաշան է։ Մաշան է։ Մաշայի միջոցով ես ուզում եմ դառնալ հայտնի շարժման անդամ։ Էլեն ջան դուք եք։ Մաշան է, իմ աշխատողը։ Նա արդեն 2 տարի է հանդիսանում է Վարդենիկում անցկացվող ավելուկի փառատոնի դեմքը։ Ավետից ենք սկսում, Ավետ ջան, նախկին ընկերոջ մասին մի երկու բառ պատմի, այսինքն դու ասա Մաշայի հետ ինչքան ժամանակ ընկերություն եք անում, ու նախկին ընկերն ով ա եղել, որ դու կարող ես քեզ թույլ տալ հիմա իրան վիրավորել ու Վիրավորել։ Բայց հարց կարող եմ կներեք, ոնց ա որ բան չի անել։ Կարող ենք մենք էլ վիրավորել։ Եթե Մաշան գլխով ասի, օքեյ, ես Չէ, հյուրի հետ կոնտակտ չի կարելի, եթե կարելի է մենք ընթացքում համաձայն եք, չէ, եթե նախկին ընկերը եղել է վատ է վարվել, նրանք համաձայն եք։ Այո, ճիշտ է։ Ինչին եք համաձայն։ Կարող բան չի արել այդ տղեն։ Չէ, այնա, ոչ շարով այդ տխմարը։ Ես լուր սկսում եմ, ես Մաշայի կողմ եմ, տականք է նա։ Շատ դեգեներատ իրականում տղա է։ 100% ստոր է։ Ես մյուս գլուխն էլ բութ է։ Ցավը տանեմ սա հայհոյանքներ սկսում տուեր են դնելու, դու ինչու՞ ես խաբար։ Գնաց։ Մի վարքյան, ով էր նախկին ընկերը ինչ է արել Մաշային։ Մաշայի նախկին ընկերը Կարենն է, ով Մաշային փողը պարտքեղել, Ինչքան։ գցել է։ Ասա, թվերը ասա, արա թասա։ Մաշայի աշխատավարձը 250,000 դրամ։ Մաշայից վերցրել է ու թռել է Հայաստանից, բայց ոչ թե Հայաստանից թռել է ու թռել է, այլ Շատ քիչ փողով ա Մի տրել։ բան է վրան դրել է որ թռի։ չէ, թռել է Վրաստան, բայց ոչ թե թռել է ու կորել է։ Ապեր գնար։ Վրաստանի տոմսը 300,000 ճարժ։ Մաշայի վրից դրել է ուրիշ աղջկա վրա։ Վրաստանում։ Իքը իրականում է դա, էլի։ Չէ, գնացել է ժողովուրդ Վրաստան, մի շաբաթ հանգստացել է բանում, Սահմանում արա, սահմանից եկով չի կարա գնա։ Սահմանի են հոտ դոգ ուտելու տեղերը հանգստացել եմ շատ։ 40-30,000 դրամով կարելի է հանգստանալ հոտի դո Վրաստանում։ Իստում է 250,000-ով ալավերդի տեսքով չես գա։ Ես հատի։ Ես ասեմ, Հայաստանում ավելի Դիլի ջան միտեղ նստելու ես ուտես հետ գացել, չես կարա շարունակես։ Չէ, իրականում Մաշան նեղված է այդ դեպքից, երբ որ ուղղակի իր աշխատավարձը վերցրեց փախա։ Չէ, բայց Բայց ինչ ստորություն արեց, հենց ոնց իմացա որ փախել։ Մաշային խնդրել է իր աշխատավարձը տա, ասել է որ իրանց տան վարձը պիտի տա այդ ամիս, բայց ստացվել է անենց որ Մաշան զանգում է չի պատասխանում, ասում է Կարենը չկա, ասում եմ որ չկա, ինչ ա եղել։ Ասում է զանգում եմ անհասանելի փողստացողի տեսք արա, այսօր արա։ Այլևս կարայսի փողստան արա։ Այսինչ դրես կոդ է։ Վատնա Կոլեկտորի։ Դու գնալու ես փողստանալ, քո փողն է ձեռիցը տառնել։ նա վատա ժողովուրդ։ Չէ, լավ է, հենց Լավ է, չէ, ինքը գեղեցիկ է, բայց դու չես կարա փողստանալ։ Ուզմասի դու որպես կոլեկտոր այդքան կաստինգը չես։ Այո, փողստացող չես, էլի դու։ Հա։ Հա, մի վարքան, Մաշա զանգում է, բա Կարենը փողը վերցել է որ տան վարձը մուծի, ես էլ զանգում եմ չի պատասխանում։ Վրացական օպերատորը ասում է Գամարջոբա մի քիչ ուշ։ մի քիչ ուշ։ Գրասել է լվացքի փոշի առնի, Վրաստանի դրիտա։ Ասով կեկի մեջ եք դու։ Հետո։ Հա, Ասա իմ ախպեր, ասա։ հետո ու չի պատասխանում, դե ասում է ինչ ենք անում, զանգում են Կարենի ընկերներից, Արտակին։ Ասում ենք, в общем, Արտակ ուրա Կարենը, ասում որ Ինգալենք ու դու մերն Իկալեք ու դու փողերը պրծել է։ Մաշայինը սա էլի ուղղակի։ Չէ, դե չի պատասխանում, ասում է որ ես իր այդ վերջին անգամ որ խոսացել եմ, ասելա գնացելա փոթի ավտո բերելու։ Բայց չի վարքան։ Քանի տարի անկերություն էին անում։ իրանք երևի
2 ամիս։ Չէ, 2 տարի մոտավորապես։ Բայց իրականում մենք ես ուզում Բայց վիրավոր ենք։ Վիրավոր են այդ բաները։ Վիրավոր էլի։ Կարենա Անտոնյան, в общем, Կարենը շատ փնթի դեգեներատ Փնթի չէ, փոթի է։ կոտի գողցող Հոթի տղա է։ Փոթի տղա է։ Կարենը փոթի տղա է։ Շատ Ոչ մեկ կարող եք ասել, կներեք, եթե բացում եք Կարեն ջան, դու փոթի տղա ես։ Ռոբի պատմությունը, Ռոբը ինչ-որ շրջանակներում Ես Մաշան ուրեմն պատմեմ։ Մաշան շարժում ես դու մտել, շարժման, Մաշան։ չէ, ինքը շարժման առաջատար ռահվիրաներից է, ինչ որ շարժման, ես ուզում եմ մտնեմ այդ շարժման մեջ ու մտել եմ արդեն։ Ահա, շարժումը, ինչ շարժումը, ինչ է։ Ինքը շարժման մեջ չեմ մտնում։ Չէ, տենց շարժմանից դուրս են հանում։ Ուրեմն Մաշան BTS կորեական խմբի շարժման առաջատարներից Army-ից է, եւ ես մտնում եմ BTS-ի ֆանատների մտել եմ։ Army-ից Boss BTS-ի բայ, Չոնգուկը։ Լուրջ եմ ասում։ Ես լուրջ եմ ասում։ Dynamite-ը երկեք մի հատ։ Dynamite։ Staying alive Չէ, լուրջ եմ ասում, մտածա ես BTS-ի մեջ եմ եւ երազում եմ, որ կգնամ մի օր ես Չոնգուկին Ծիծաղում եմ Չոնգուկի վրա ես, բայց ուզում նաև նրանց մյուս անդամներին է տեսնեք, J-Hope-ը օրինակ Ոչ իդես J-Hope-ին Յա, դու շուկել եմ լուրջ բանա Ախպերներ են, Բայց դուք նույն շարժման մեջ չեք, հա, երկու տարբեր շարժումներ են։ Ես սով արեցի։ Ես լուրջ եմ ասում, մեր շարժման մեջ ընդհանրապես չկա սա։ դա Մաշ այդ կորեական Army-ում ինչ էր անում, չասեցա։ Blackpink-ի։ Մաշ այդ կորեական Army-ում ինչ էր անում, չասեցա։ Բա Huntrix-ը։ Այսինքն ինչ էր անում։ Ինքը BTS շարժման ղեկավարներից է ղեկավարն է։ Ապա ղեկավարներից, ինքը չի կարող մեկը լինի, ինքը բանի այդ RM-ի գծով է։ RM-ը դե մեջ իրաց մոտ ռեփ երկող կա։ Ինքը RM-ի գծով է։ դու որ գծով ես։ Ես որպես նաև Դու Չոնգուկի Ես գծով որպես ես։ նաև էլի RM Ռոբերտ Մարտինոսյան։ Բայց դու Չոնգուկի Ես Չոնգուկին եմ։ Չոնգուկ, I love you։ Չոնգուկ։ Ես նաև Չոնգուկին գիտես որտեղից եմ սիրել։ Օրինակ մենք գնացել ենք միասին նայել ենք աշխարհի առաջնությունը։ Հիշում ես 22 թվականի բացման երգը Չոնգուկն էր երգում։ Նա սինեն։ Ոնց էր երգը։ Արա երգես գիտակիր որ նայեն։ Նա ֆիրե։ Արա Չոնգուկն էր։ Ես ժամանակ սիրում ես։ Արա գժվում է։ Դե լուրջ եմ ասում։ Միայլ Գժվելը զգացել եմ, բայց չեմ հասկացել Չէ, ինչի ես համար։ լուրջ եմ ասում, ես ուզում եմ ողջունել իդեպ, եթե կարելի է, ես ուզում եմ հայաստանյան բոլոր BTS խմբի Army շարժման թե տղաներին եւ թե աղջիկներին ողջունեմ եւ ասեմ ես ձեզ հետ եմ։ Չոնգուկ forever։ Ես իդեպ Դեպս ասի Ռոբը քեզ շատ ասի։ իդեպ ծառայում են։ Իրանցից ես երկու հոգի ծառայում եմ, դի ծառայությունը թողի գա։ Բանակ են, Հա։ Դե բանդե պարտադիր է, պետք է ծառայեն։ Արա ցավ տանում։ Գիտեք, չէ երեխեք։ Ճիշտ եմ ասում, արի գալի կլի։ Ինչ գգկում եք իրար։ Կվատեք դες գրկեմ էլի։ Բաթրը երկեք, այո։ Արա բաթրը լավն է։ Այո, ես գտա կայելի մարդ BTS երկ, բայց բղավենք։ Էլեն ջան, ձեր պատմությունը Վարդենիկի ավելուկի փառատոնի ամբասադորն է։ Ինքը հենց Մաշա ձեր օգնությամբ։ Վարդենիկում ինձ պատվիրատու ադիմում ասում ունենք ավելուկի բրենդ, որը ուզում ենք Հայաստանում բացենք, ինքը լինի take away-ի տեղ, որտեղ կարած ձեռքի վրա վերցնենք։ Ակ բաժակով ավելուկ ասած։ Խմած դոնացի է։ Ամերիկանո ես, բայց ամերիկանո ավելուկի։ Մի հատ ինձ double ավելուկ։ Ուգնես, հա, տենց ավելուկներ է։ Հատ oat milk-ով էլի։ Հա։ Ու հետո օ մաշի դեմքն է բաժակներին հիմա քո պատճառով։ Ավելուկով։ Այո։ Ասում են ինչ աղջիկներ կան, որ կարող են գան ներկայացնել, ուղարկում եմ աղջիկներին, հավանում են մաշին ուղարկում ենք Վարդենիկ, ինքը ներկայացնում ավելուկի բրենդ։ Դե մենք գիտենք, որ երբ որ ինչ-որ մի բրենդի դեմք ես լինում, դա գոնե մոտավորապես մինիմում 1 տարվա մասը։ Դե դի դեմք չեղավ։ Այդտեղավ հայացք։ Լինում է, երբ որ աղջկան հավանում են, իրանք ուզում են, որ իրանց բոլոր իվենտների ժամանակ լինի նույն աղջիկը, այդ պարագայում կարող ենք հավանել դեմ, մաշին հավանել էին ու խնդրել էին, որ հաջորդ փառատոնին լինի, ցավոք Հայաստանում իրանք չեն եկել։ Հավանողի անունը ինչ է։ Ում անունը։ Հավանողի։
Արմեն, օրինակ։ X Իրեն կազմակերպություն են, ես խոսում եմ Ալայի հետ, ինքը գնումների բաժնից է, բայց մեծ չեն էլի, իրանք պրոստը փոքր սկսնակ ստարտափ։ Բոստան է, էլի։ Ավելուկի Բոստան է։ Շատ բարի, հարցեր ունեք։ Չէ, ես հարցեր չունեմ, իմ համար շատ պարզ է ամեն ինչ թեում հյուրն է։ Ավելուկի փառատոն կա, որպես այդպեսի Վարդենիկ էլ կա, մեծ գյուղն է Գեղարքունիքի մարզի եւ ընդհանրապես Հայաստանում ամենամեծ գյուղը դա Վարդենիկն է, որտեղ տեղի է ունենում Ավելուկի փառատոն։ Իսկ դու էլ եղել ես։ Ես գիտեմ այդ փառատոնի մասին, չեմ Մաշին եղել։ չեք տեսել այնտեղ։ Բայց տեսել եմ ինչ մեծ աշխարհի ամենաերկար Ավելուկն են Հյուսում եւ այլ եւ այլ։ Եվ այս աղջնակը ինձ թվում է այս աղջնակի ծանոթն է, որը որ հա, փաստորեն ինքը պոլի տարեց իրան, որ մենք գնում ենք այս գինու, Արենիի փառատոները բան։ Ճիշտ բաներ ասաց շատ։ Ճիշտ բանը, լիք սաղ ճիշտ ասեց։ Ամեն ինչ կա մի խոսքով։ Հա, Նրանք չգիտենք դեմքով է իմացանք։ Հա, չէ։ Շատ լավ է, ահա։ Սա իմ մեկնաբանությունն է, սիրելի իմ թիմ։ Շատ օգտակար էր, օգտակար էր։ Շատ բարի։ Ավելի հակված եմ որ Էլենի հյուրն է։ Ես էլ եմ հակված որ Էլենի։ Այո։ Մենք սենց ռիսկ ենք անում, մի անգամ շենք էլ քննարկում մյուս տարբերակները եւ կարծում ենք, որ այս պատմությունը ճիշտ է Էլենի դեպքում միայն։ Մաշը եկել է Էլենի մոտ։ Կասկածելի հյուրը Էլենի հյուրն է։ Դե ինչ, խնդրենք Մաշա ջան, ներկայանաք, դուք ով եք։ Բարև ձեզ, ես Մաշան եմ եւ ուրախ եմ ասել, որ Ռոբը համարել է BTS-ի ֆաների Այո, BTS։ Ես Մաշային դեպ փոքրիկ նվեր ունեմ։ Մաշային փոքրիկ նվեր ունեմ եւ Արեմի BTS-ի փոքրիկ արձանիկը ուզում եմ նվիրեմ եւ մեր ֆան շարժման կողմից Արեմ մենք քեզ հետ ենք։ Խնդրում եմ սա πάρենք։ Ես գնամ նստեմ։ Ինչ անունը ինչ էր։ Չոնգուկ։ Սա քեզ համար էր։ Շնորհակալություն հայտնենք Մաշային եւ ուղեկցենք դրա։ Մաշա ջան, շնորհակալություն։ Մատ խնդրում եմ Գարիկ ջան, մատ միավորների ցուցատախտակում փոփոխություն արա եւ արի վերենգի տեղը։ Այսքանից հետո ես ուրիշ բառեր չունեմ ասելու։ Դուք զգացել եք, չէ՞ բայց։ Զգացել եք, չէ՞ որ ենք տալիս իրանց։ Չէ։ Այն երեքը, որ օթի մեջ կար, կամ պիտի մեզ գնար, կամ իրանց։ Այսինքն գումարում ենք իրանց։ Այդ ցավը տանեմ, արա ծառեմ եմ, բայց պերեդա չեմ տարե չաս տարա։ Արա կոնկրետը ես եմ J-Hop-ին ես եմ չաստում պահել։ Շնորհակալ ենք բոլորիդ եւ շնորհակալ ենք հերոստատիտողին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։